Թե ինչպես կարող է պրոպագանդան տաշել մարդկանց ուղեղը։ Դրանել տաշել, ռանդել էլի ուղակի, հա, ֆոսֆորը, անցած 2 օրերի ընթացքում, այդ սրիկաները ֆոսֆոր էին տվել բանին, ինչ է Ադրբեջանին, ճարը կտրած վերջը Զելենսկուն թեմ տվին պատին, 3 էր, հա, թե մի րոպե, թե այդ ֆոսֆորային զենքը տվել էիք Ադրբեջանի վերջը մարդը հերքեց, մինչ այդ զանազան զրույցներ էին եղել իհարկե, հա, բացատրեց, որ ոչ, Հայաստանը չի ծախել, չի տվել որևէ զենք որևէ մեկին, ներողություն, բանի ֆոսֆորային զենք չի տվել Ադրբեջանին, բայց էլի շարունակում են նման բաներ հնչել, նման մեղադրանքներ բաներ, որտեղից է եկել, Սարիկ անունով մի կինոռեժիսոր կա, հայ կինոռեժիսոր Մոսկվայում է ապրում աշխատում այդ մարդը, ֆիլմեր է նկարում, ղրգում է Օսկարի բան, հա, այս մարդը պատերազմի ժամանակ հայտարարում է, որ բան են արել, Ուկրաինան այն ֆոսֆորային զենքը, որ օգտագործվում էր Արցախում, դա ուկրաինացիների տվածն է։ Հիմի ահագին մարդ մտածում է, որ ամենաճիշտը ռեժիսորի տված տեղեկություններն են ռազմական գործողությունների եւ զենք զինամթերքի մասին։ Այդ մոտավորապես նույնն է, որ մեր գլխավոր շտաբի գնդապետներից մեկը սկսի խոսել բանի կինոռեժիսուրայի նրբությունների մասին, սկսի բացատրել, որ այս մի ֆիլմը խոշոր պլանով նկարելու փոխարեն միջին պլանով նկարեին շատ ավելի բարեհաջող։ Մի խոսքով, այս ախմախաբանությունը անցած 6 տարիների ընթացքում բարեհաջող կերպով գնացել լցվել է այն մարդկանց ուղեղները, որտեղ տեղ կա դրա համար, այն մարդկանց ուղեղները, որտեղ դրա համար տեղ չկա, որտեղ մարդիկ կարող են իրենց հարց տալ, էլի։ Ռեժիսորն է այն մարդը, կինոռեժիսորն է այն մարդը, որին հարկավոր է լսել ռազմական գործողությունների մասին մանրամասներ փորձել հարցնել, էլի, թե այնուամենայնիվ ռեժիսորին պետք է լսել կինոռեժիսուրայի, թատերական ռեժիսուրայի, ես չգիտեմ, բեմական արվեստի հետ կապված մնացած գործերի հետ կապված։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։